Համաձայն։ Միշտ։ Իսկ եթե ընդհանրականին համաձայն եք, ներեցեք, եկեղեցին ուներ միասնական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով չարիք է Հայաստանի համար եւ նրա հրաժարականն էր պահանջել եկեղեցին եւ դուք եղել եք այս ստորագրողներից մեկը։ Այո, պատերազմից հետո եւ դրանից հետո Վեհափար Հայրապետը կրկնել է իր տեսակետը։ Վեհափար Հայրապետը ընդհանրապես հայրական ոգով է։ Այդուհանդերձ եկեղեցում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը եւ կարծես թե ոչ մեկը դեմ չեք եղել։ Եվ կարող եք Վեհափար Հայրապետին հարցնել, եթե դուք համամիտ չեք այդ հորդորի հետ կամ համամիտ եք։ Հայրական հորդորներից։ Դա որևէ եպիսկոպոսի պարզաբանելու հարցը չէ։ Այն ժամանակ Հայաստանի ներքին վիճակը չէր քննարկվել եպիսկոպոսած դասում։ Նայեք, ես հիմա ժողովի եմ գնում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկը, որևէ իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովը անիմաստ կլինի։ Սրբազան հայր, իմ հարցը բոլորովին այլ բանի մասին էր, այսօրվա օրակարգի մասին չէ։ Ձեզ Ռուբեն Ռուբինյանն է ձեզ որդիաբար աջակցություն հայտնել։ Դուք զորակցության ու աջակցության կարիք ունեք այսօր։ Եվ կողմեք այդ տեսակետին, որ մայրաթորից ձեզ թիրախավորում են, ինչպես նշում են իշխանական տարբեր մեծ ու փոքր ներկայացուցիչներ։ Ժամանակ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, որովհետև բայց զորակցության ներկայությամբ ձեռքել են ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Դուք ունեիք վերաբերմունք, նկատողության արժանացել է, նկատողության արժանացել է քահանան։ Արեք, Սրբազան հայր։ Չէ, պարկուզան չշեղեք։ Կամ մյուսը շարունակի ձեր ներկայությամբ երեխեք պատասխանը ասեցի, եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն։ Ժողովին այդ հարցը քննարկվելու է, որ ձեր ներկայությամբ կաթողիկոս։ Դուք ունեք պատասխանը ինչու է զեղչվել ձեր ներկայությամբ կաթողիկոսի անունը։ Ժողովին այդ հարցերը կհնչեն։ Կուսակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Ուղղակի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող։ Կաթողիկոսը ունի զավակ, թե ոչ Սրբազան, այդ հարցի պատասխանն եք ուզում լսել։ Իսկ ձեզ համար փաստ էր Արշակ Սրբազանի մասին տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ պետք է կասեցվի նրա լիազորությունները։ Մամուլում է հայտնվել այդ թուղթը։ Դուք չեք ստորագրել։ Ներողություն եմ խնդրում։ Դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալությանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջի, որ պետք է կաթողիկոսանա։ Նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մեկ գլխավոր հարց կա, բայց ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել է Վեհափարի անունը։ Եվս ժողովին քննվելու։ Այդ հարցը ժողովի օրակարգ եմ տել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը։ Այսինքն դուք ունեք դրա պատճառը։ Այդ պատճառով, որ ձեր պատարագի ժամանակ զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ տեղյակ եղել եք Սրբազան հայր, որ զեղչվելու է։ Այդ հարցը եւս ժողովի օրակարգում է։ Ժողովին այդ հարցը քննվելու է։ Ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Դուք եք կարծում, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է սկսել։ Լավներ։ Շնորհակալություն։ Սրբազան հայր։ Դուք շատ քաղաքակիրթ եք, եթե թողնեք ավարտել։ Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում, այդ պատասխանները կլինեն ժողովից։ Բայց դա ձեր որոշումն է եղել, Սրբազան։ Լսեք մինչև վերջ, այդ հարցերի պատասխանը կլինի ժողովից հետո։ Ես այս պահին չգիտեմ ժողովը ինչպիսի որոշում կայացնի։ Բայց դուք եք չէ ժողովի անդամ լինելու։ Մասնակցել եք, քվեարկելու եք կողմ կամ դեմ եք արտահայտելու, չէ։ Իսկ դուք գիտեք ինչպես է հարցը ձևակերպված։ Ես էլ դեռ չգիտեմ։ Իսկ մեր ձևակերպած հարցին ունեք պատասխան Սրբազան հայր։ Ես դեռ չգիտեմ ինչպես է ձևակերպված հարցը։ Դուք համաձայն եք, որ դուք խուսափում եք պատասխանել, որովհետև ձեզ հայտնի չէ այսօր ձեր ճակատագիրը եւ մյուս ծառայակիցների։ Ես դռնից այս կողմ դուրս չէի գա։ Բայց դուք դուրս եկեք էլ ոչինչ չեք ասում։ Եվ ձեզ պատասխանեցի, եթե համբերություն ունենաք,
շուտով ժողովը Մենք հանդերձություն չունենք, խնդրում եմ մի հատ անկեղծ պատասխանեք մի հարցի, Սրբազան։ Եկեղեցին կարծես թե բաժանվել է քաղաքական առումով երկու թեփ, նիկոլականներ կան եւ ոչ նիկոլականներ։ Դուք նիկոլական եք։ Ես նման բաժանում չեմ տեսնում։ Դուք նիկոլական հայերեն եք։ Նման Հոտի միջև էլ չեք տեսնում, հոտի միջև տեսնում եք։ Եթե դուք ցանկանում եք կամ ինչ որ կողմ ցանկանում եք բաժանում տեսնել այդպիսի, ես այդպիսի բաժանում չեմ տեսնում։ Իսկ ինչ եք արել, որ այդ բաժանումը չլինի, եթե ավելի չեք խորացրել։ Փոխել սկսել են Նիկոլ Փաշինյանին ծառայել։ Ես չգիտեմ այդպիսի մարդիկ, որոնք Գևորգ Սրբազանը երբ երեք գնաց եւ իր ներկայությամբ պատվեց, մինչ այդ էլ ասել էր ուխտադրուժ այն մարդ, ով կմիանա Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանության արշավին։ Հիմա դուք համարում եք ինքը ուխտադրուժ է թե ոչ։ Ինքը միացավ այդ անջրպետը խորացնելուն թե ոչ։ Իշխարաշ պատասխանեցի նույն հարցին։ Կներեք, ուշացել եք։ Դուք անդադ քաղաքական գործիչների պես խուսափում եք։ Սրբազան հայր, անկեղծ եղեք մարդկանց հետ։ Դուք պարտավոր եք շատ։ Դուք պարտավոր եք ճշմարտությունը ասել։ Դուք ուղղակի պարտավոր եք։ Դուք մինչև հիմա պաշտպանվել եք։ Դուք այսօր պարտավոր եք ավելի քան։ Սրբազան, Հասկանում եք։ Եթե ժողովը որոշի կարգավիճ անել այն Դուք չեք հիշի դեպ, որ ձեզ այսքան հարցեր են ուղղել, բայց դուք այսօր պարտավոր եք։ Սրբազան հայր, եթե ժողովը որոշի կարգավիճ անել այն բարձրաստիճան հոգևորականների, որոնց ներկայությամբ զեղչվել է վեհապարի անունը, ձեզ եւ Գևորգ եպիսկոպոսին, դուք ինչ կանեք այդ դեպքում։ Ժողովի որոշումը երբ որ կքննարկվի, քվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Այսինքն դուք չեք ասի կարգալույցանել, որտեղ դա հայտնի նախադասություն է։ Ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Դուք ուզում եք, որ կասեցվի Արշակ Սրբազանի լիազորությունները։ Եւ արդյոք սրանով չեք օգնում Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր թիրախավորել հենց Արշակ Սրբազանին եւ Վեհապար հորը իր գրեհիկ անտակ ձևակերպումներով, որոնք գրառում էր արել եւ հետո ինքնամաչեց իր արածի համար։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր Այդ ձեր համար պոռնկաբարո բառը շատ սովորական է կներեք։ բնութագրումներ եք տալիս, որը ձեր կողմից են բնութագրվում։ Այսինքն մեր ընկալումները տարբեր են այդ բառի մասին։ Սրբազան հայ ձեր ականջին շատ են հնչել այսպիսի բառեր։ Ես կարող եմ այդ բնութագրումներին համաձայն լինել կամ համաձայն չլինել։ Ինչ եք այդպես վախեցած խոսում։ Համաձայն եք, որ Փաշինյանն ասում եք Սրբազան գնա քերականոց հետ Եթե կողմի։ ուզում եք Դուք դրա հետ համաձայն հաստատ եք։ եւ պատասխան չլսել, այդ դեպքում իմաստ չունի կանգնել ես այստեղ։ Մենք Իրար անկեղծ հարցեր պատասխան տվեք, Գիտեք, մենք միջոց ենք, որ քաղաքացին իմանա, թե դուք ինչ եք մտածում, որ հասկանան, ձեր առաջ խոնարհվեն, ձեր աչքը համբուրեն, թե չէ։ Ազնիվ եղեք մարդկանց հետ։ Դրանք ժողովի հարցերն են։ Կներեք, դրանք հարության հարցերն են ձեզ։ Ժողովում քննարկում։ Հարության հարցերն են։ Հանրությանը հուզող հարցերի համար ժողով Իսկ դուք շփվում եք հարության հետ, որ իմանաք հարությունն ինչ է մտածում։ Սրբազան հայր, մի հարց էլ էլի։ Բագրատ Սրբազանից ու Աջապահյանից բացի շփվող մարդ տեսել եք։ Օրակարգին, բայց օրինակ ժողովում քննվելու է եպիսկոպոսի վարքը պատարագի ժամանակ, որովհետև հստակ կանոնակարգ կա, որ եպիսկոպոսը ողջույնի ժամանակ իրավունք չունի ողջագուրվել, այտին հպել։ Փեշով պիտի սքեմի կպնի մահկանացուների քաղաքացիների։ Նոր բարքեր են դրանք եկեղեցական։ Փաշինյանը մահկանացու չի։ Դուք ասում եք բաներ, որոնք կապ չունի եկեղեցական։ Այսինքն դուք ինչ ողջագուրումը պես է հայտնության Դա կապ չունի։ Սրբազան հիմա Նիկոլի իշխանությունները հստակ եւ ուղիղ ասում են կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, նա պետք է ազատի Վեհարանը Բեհին։ Այս տեսակետները կիսում եք թե ոչ։ Նայեք, ինչ վերաբերվում է եպիսկոպոսի ներկայության, դուք հայտարարությունը Մայրաթորի կարդացիք վստահաբար։ Երեկվանը նկատվում է։ Կապված Խաչիկ գյուղի հետ հայտարարությանը, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի, եւ չեմ հիշում պարտավոր է բառակարգը ոչ, բայց պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որևէ պատարագի։ Սրբազան հայր, դուք նախապես տեղյակ եղել եք, որ քահանային պիտի դուք պիտի որոշեք քահանան ինչի պիտի արժանանա իր ձեռքման համար։ Դա կարծում եմ բոլորդ կարդացիք, որ եպիսկոպոսի իրավասության ներքո եւ դա Մայրաթորի հայտարարությունն է։ Իսկ ձերը ո՞րն է։ Եվ դա ճիշտ է։ Ձեր Նույն հայտարարության շարունակությանն էլ անդրադարձեք, խնդրում եմ, նույն հայտարարության շարունակությանը։ Եվ դա ճիշտ է, այդպես է։ Սրբազան շարունակությանը հայտարարության, եթե կարելի անդրադարձել։ Շարունակությունը այն մասին էր, որ պատարագիչ քահանան զեղչել է Վեհապարի անունը եւ ձեզ հանձնարարվել էր ուսումնասիրել այդ հարցը։
Հիմա հարց եմ տալիս, դուք տեղյակ եք, թե դուք եք այդ ընթացքը շատ շուտով կներկայացվի նաև ժողովին։ Ժողովը որոշում կկայացնի, որից հետո դուք վստահաբար տեղյակ կլինեք։ Թե ինչ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը։ Դուք ուսումնասիրել եք այս։ Իհարկե։ Սրբազան պատարագի հենց այդ հատվածում կարծես թե դուք ասում եք այդ մի ասա։ Ես ոչինչ չեմ Այդ հատվածում, որտեղ պիտի հնչի վեհապարի Ես անունը։ այդպիսի բան պատարագին Բարձել եք ով է ասել քահանային այդ մի Ես ասա։ եթե անկեղծ այն եզակի 47-րդ րոպեն է։ այո Քնչականից ենք։ Այն եզակի պատարագներից է, որ ես ընդամենը ամբողջ պատարագին հավատում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Մենք հավատանք այդ պատարակների, մենք հավատանք այդ պատարակներին եւ այդ աղոթքներին, Սրբազան հայր։ Մենք բեմադրված են համարում այս աղոթքներն ու պատարակները։ Մենք հավատանք դրանց, թե ոչ։ Մենք հավատանք, որ իշխանությունը իրապես մեղքերի թողություն է խնդրում եւ դուք օգնում եք, որ նրանք իրենց մեղքերը թողեն, բայց կես ժամ հետո նրանք նույն հայտարարություններն են անում։ Կարելի է Աստծո տունը ծաղրել։ Դուք բնութագրումներ եք անում, որի իրավասությունը ես չունեմ ոչ աշխարհիկի, ոչ հոգևորականի վերաբերյալ անելու։ Մի այսպեսի Եթե դուք ձեզ վերագրում եք այդ իրավունքը դատելու եւ հոգևորին եւ աշխարհիկին, ես այդ իրավունքը չունեմ։ Մենք չենք դատում, բայց կարող է պատարակ Ես այդ իրավունքը չունեմ պատասխանելու։ Ինչու՞։ Դուք եք կարգալուց արել։ Նախորդ հարցի պատասխանն եմ ասում, չվերջացնեմ։ Այդ նախորդն է։ Բակրում դոկ։ Բայց հաջորդն չմոռանաք Լավ, եթե այդպես է ամեն հարցից 5 բառ Լավ, 5 բառով ասեք, չէ, 3 բառ, 1 բառով կարգալույց քահանան կարող է պատարակ մատուցել, թե ոչ, այո կամ ոչ։ Այդ կարգալույց քահանա հասկացությունը հիմա ժողովի ժամանակ քննվելու է։ Մայրաթորը արդեն տեսակետ է հայտնել սրա հետ կապված։ Եթե տեսակետ է հայտնել Այո, ասել է, որ դա կարգալույց է հնչակել։ Եթե տեսակետ է հայտնել Մայրաթորը, ուրեմն ես այդ կարծիքին հակառակ որևէ բան ասել չեմ կարող։ Տեր Արամ կոչվող քահանան։ Եկեք ճիշտ հասկանանք։ Չէ, Մայրաթորը այդպես է ասել։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայրաթորի բաժիններն են, Մայրաթորի ծառայողներն են։ Եթե Մայրաթորը որևէ հայտարարություն է անում, ապա դա հայտարարություն է անում եւ ընդունելի է բոլորի համար։ Այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ հոգեվորականը գտնվում է այդ իշխանության մեջ։ Տեր Արամը կարգալույց է հրճակվել նրա համար, որ զեղչել է կաթողիկոսի անունը։ Հիմա ձեր թեմի քահանան եւս զեղչել է կաթողիկոսի անունը։ Այս պարագայում ձեր ներկայացում եք Մայրաթորի տեսակետը, եթե նման հայտարարություն է տարածել։ Այսինքն ձեր թեմի քահանան եւս պետք է կարգալույց հրճակվի եւ դուք ընդունում եք, որ այն մարդը, որը զեղչել է կաթողիկոսի անունը, ուրեմն նա եկեղեցում պետք է չլինի։ Ես նոր հիշեցրեցի տվյալ դեպքի վերաբերյալ Մայրաթորի պաշտոնական հայտարարությունը։ Հիշեցիք նաեւ, որ տեսակետը, եթե Մայրաթորը նման բան է ասել, կիսում եք։ Իհարկե, բայց Մայրաթորը ասել է քննել այդ հարցը եւ ներկայացնել։ Հիմա այն մեկը քննել Տեր Արամի դեպքում մի իրավիճակն է։ Հիմա կգա իրենց առաջնորդը։ Հիմա հազարամյակների պատմություն բոլոր հարցերի պատասխանը ես չգիտեմ։ Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ծառայողական եկեղեցին այս օրերին կանգնած է փոփոխության առաջ։ Դուք ինքներդ փորձել եք հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ կամ զրուցել վեհապար հայրապետի հետ, հասկանալու համար ինչպես պետք է այս խնդիրը լուծվի, ինչպես պետք է քրիստոնյա ժողովուրդը խաղաղություն գտնի։ Ժողովուրդ, եկեք չմտածենք ինչպես անենք սուր հարցեր տալ, եթե ձեր սուր հարցեր են պետք։ Մեզ հանրությանը հուզող հարցերի պատասխաններ են պետք Սրբազան հայր։ Խաչի գյուղի պատարակից առաջ Դուք հարցին կպատասխանեք, նույն պատասխանները հնչեցրեցիք։ Ես որպես հայաստանյա ծառայողական եկեղեցու հետևորձեր հոտի մի մաս։ Այդ հարցն եմ տա, ուզում հասկանալ երբ է վերջո խաղաղություն կգտնենք։ Որ դեպքում, երբ որ կաթողիկոսը հեռանա, որ դեպքում։ Ես այդ պատարակից առաջ հանդիպել եմ վեհապարի,
Գաղափարն ասել է, որ դու պարտավոր ես եւ պիտի ներկա լինես թեմում եղող պատարակներին եւ պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ եւ խանգարումներ չլինեն, ընթացքը լինի սովորական եւ նորմալ։ Եվ ես ուրախ եմ, որ այդ պատարակը եղել է եւ ներկա են եղել եւ վարչապետ եւ շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը իրավունք ունեն ներկա լինելու պատարակի, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ Դուք տեսնում։ հարցը լսեցիք։ Գիտեք, երբ որ հարց տալիս եք եւ չեն պատասխանում, դա եւս պատասխան է։ Դե ասեք։ Դուք արդեն մեր մասնագիտական ոլորտի նրբություններն էլ գիտեք, մալա։ Մենք կարող ենք ձեր պատասխանները Մասնագիտությունը ժուրնալիստիկա։ Վարպետորեն շրջանցում եք բոլոր կարևոր հարցերը։ Մի այսպեսի հարց։ Բայց հոտի հետ Վարչապետ անկեղծ դառնալու լուրջ պետք է հավակնություն ունեք։ Դժգոհ։ Վարչապետ դառնալու հավակնություն ունեք կամ կաթողիկոս։ Ես զրպարտություն է դա։ Ինչ է։ Ես ընդհանրապես կարծիք եմ հայտնել, որ ձեր դրական հատկանիշներ ունեք։ Նման Լավ, Սրբազան, ձեր խոսքերից այս վարանող պատասխաններից կարող են եզրակացնել, որ դուք տարաձայնություն ավարտել հետո ասել։ Կարող եք եզրակացնել, որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք ինչ-որ եւ չեք որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք եւ այսպես չեք կարողանում հստակ արտահայտել ձեր խնդիրը։ Ես որևէ մեկի դեմ խնդիր չունեմ եւ եթե տեղյակ եք, այն ամեն ինչ ես մտածում եմ ժողովների ժամանակ ասում եմ բաց եւ ուղիղ, առանց վախենալու։ Հիմա ինչու ուղիղ չէ։ Ուղիղ ինչ եք Առանց ասել։ վախենալու եւ Կաթողիկոսը պետք է հեռանա, թե չուղիղ ասել։ Նման հարց չի եղել որևէ ժողովի։ Բայց պետության ղեկավարն է այդպիսի օրակարգ մտցրել։ Ժողովի ժամանակ եթե հարց լինի եւ կարծիք պահանջվի, այդ կարծիքը կասվի։ Այդ հարցը եւ կարծիքը դուք եք պահանջում։ Արշակ Սրբազանի հարցը կա հիմա։ Չգիտեմ, ենթադրում եմ, այս օրակարգին հիմա Ինչպիսին է ձեր դիրքորոշումը, եթե լինի։ Օրակարգին այնքան գիտեմ, ինչքան որ Եթե լինի, ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Քննարկման արդյունքում կերևա։ Ես չեմ կարող ասել։ Բայց այդ գործը արդեն իսկ քնչական ներողություն, Վահե։ Այդ գործը արդեն իսկ քնչականում է։ Պատասխանական քննչականի։ Ոչ, դրա համար եմ ասում։ Եվ դուք ունեք արդեն ունեք մի հանձնախումբ, որը քննում է ինքն էլ իր հերթին։ Այդ դեպքում ինչի համար են համառորեն որոշ եպիսկոպոսներ, որոնք արդեն կարծես թե աֆիլացվում են իշխանության հետ, ստիպում կամ պահանջում կամ հարկադրում, որպեսզի նրա լիազորությունները կասեցվեն, մինչև որ քննությունը կպարզի հանգամանքները։ Ինչով է ձեզ խանգարում այն եպիսկոպոսները, որոնք ըստ հրապարակված փաստաթղթի պահանջում են։ Ինչու այդ եպիսկոպոսներին չեք հարցնում եւ ինձ։ Ուր են, որ իդեպ։ Դուք հիմա օգնում եք, որպեսզի նրանք շատ սահուն կերպով մտնեն մայրաթոռ։ Ես ինչպես կարող եմ դա անել։ Դուք խոսում եք Բակրոկ Դաուկլը, այս ընթացքում նրանք կարողանում են ճողոպել։ Գնացեք իրենց կտեք։ Փաշինյանը հայտարարել է, որ Էջմիածնում հոգևոր հավաք է տեղ ունենալու եւ իրենք գալու են Վեհարանից, ինչպես 2018 թվականին իշխանափոխություն արեցին, նույն կերպ հեռացնելու են Վեհափարին։ Դուք ինչ դիրքորոշում ունեք։ Դուք ո՞ր կողմում եք լինելու, բարիկադի այն թե այս կողմում։ Դուք պաշտպանելու եք Վեհափար Հայրապետին, թե ոչ։ Այդ հայտարարությունները այսօրվա վիճակով երբեմն դրական, երբեմն մերժողական, երբեմն հաստատական, երբեմն կասկածական, երբեմն լինելու են, երբեմն չեն լինելու արտահայտության ձևերով են մինչև հիմա։ Երբեմն ասում է լինելու է, երբեմն ասում է չի լինելու, երբեմն ասում է որ դա ընդամենը աղոթքի համար է լինելու։ Ես չեմ կարող։ Բայց շատ հստակ ասել եք դուրս արվեն։ Ես չեմ կարող այս պահին ենթադրել, գուշակել եւ պատասխանել։ Այսինքն դուք համաձայն եք, որ Վեհափար Հայրապետը դուրս բերվի այստեղից, որտեղ ձեր խուսափողական պատասխաններից այդպեսին կալում է։ Եթե դուք ուզում եք այդպես ասել, կներեք դուք հստակ չեք ասում ոչ, ո՞նց եք վախենում, որ չեք ասում ոչ։ Ես չեմ ասում այո կամ ոչ։ Հիմա մեզ ասենք ուզեք ձեր խմբագրին հանեն, մենք ասենք ոչ։ Ես ասում եմ։ Ու չենք վախենա։ Դուք չեք լսում հարցը։ Ձեր մտքի մեջ ձեր հարցերն են եւ ձեր ուզած պատասխաններն եք ուզում։ Այս լրագրողին ընդամենը հարցրեց այդպիսի հայտարարություն է եղել եւ ես պատասխանեցի, թե այդ հայտարարությունը ինչ ձևերով է եղել։ Եթե գրազի կոչվի այդ հայտարարությունը դե համբերեք, լավ, նա ինչ։ Ասեք։ Նման բան մինչև այսօր դեռ չի եղել եւ հստակ չէ, կլինի նման բան, թե չի լինի։ Հիմա դուք ո՞րն եք ուզում, որ լինի, թե չլինի։ Համբերություն ունեցեք։ Համբերություն ունեցեք։ Ես հուսամ, որ նման լարում ծայրահեղ վիճակ չի լինի եւ դա կլինի լավագույնը։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը մեր ազգի մեջ, ինչպես որ բազգեն կաթողիկոսներ ասում,
ամենից առաջ պետք է հիշենք, որ մենք նույն ազգի հարազատ զավակներն ենք։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ, որպեսզի այդ տեսակ լարվածությունները ձեր մեջ։ Տեսել էիք Փաշինյանին, հարցնեիք, մոտիկից տեսել էիք։ Նաև ձեր մեջ նման լարվածություն չլինի։ Կներեք, մենք այս երկրի քաղաքացի ենք, Սրբազան հայր, հիշում եք։ Ձեր երազանքը։ Համբերեք։ Ես կարծում եմ եւ իմ եւ մեր ժողովրդի եւ բոլորիս երազանքն է ունենալ խաղաղ ապահով երկիր, որտեղ բոլորս ապրենք հանգիստ խաղաղ։ Ով պիտի գնա փողզիչման այս պարագային։ Փողզիչման, չգիտեմ, փողզիչում ինչ նկատի ունեք, բայց ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար կան ճանապարհներ եւ կարող են այդ ճանապարհները գտնվել։ Որն այդ լուծումը։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում, քննարկում են այդ հարցերը, ինչպես միշտ է եղել։ Բայց նա ժողով չի անում, նա կոնկրետ դրել ու ասում է գալիս եմ։ Ինչպես միշտ է մեր պատմության ընթացքում նման հարցերը քննարկվել, լուծվել են ժողովով։ Մենք պատմության ընթացքում չենք ունեցել, որ երկրի վարչապետը այդպիսի բառամթերքով գնահատականներ տա եպիսկոպոսած դասին։ Այսօր այդ հերթական ժողովներից մեկն է, որը պատասխաններ պիտի որ տա։ Շնորհակալություն։ Մի վերջին հարց ու վերջ։ Գևորգ Սրբազանը իր վերջին հարցազրույցում, առավոտին տված հարցազրույցում Ասիացիոտնի թեմի առաջնորդը ասել է մեզ մի խառնեք քաղաքական բաներին, process-ներին։ Մենք ուզում ենք, ես կարծում եմ, որ կարելի է երկխոսության գնալ իշխանության հետ։ Եվ նա վերջին կիրակին, հիշում եք, պատարագին մասնակցել է եւ ողջագուրվել է երկրի վարչապետի հետ։ Հիմա դուք կարծում եք ողջագուրվել չէ, ողջույն է փոխանցում։ Գրկախառնությունը չեն փոխանցում սրբազանները։ Եվ որևէ բան չկա այդպես, որ ձևը որոշված է հատկապես։ Այդուհանդերձ դուք կողմ եք ձեր եղբայրների խոսքի համար, ազատ մտքի համար կալանավորածների։ Որ ասել է մենք քաղաքական հարցերում չենք խառնվում, այո, ես միանում եմ, իհարկե չենք խառնում։ Կներեք, ժամանակին մենք ունեցել ենք այդպիսի եկեղեցական, ով Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է քաղաքականության մեջ եւ բավականին ազդեցիկ։ Այն ժամանակ հասարակությունը եւ քաղաքական էլիտան չի քննարկել նրա եկեղեցական լինելը։ Այսօր այդ ինչի հանկարծ որոշեցին, երբ որ պետականության հարցել է դրված, ու Արցախ է փաթեթով տրվել թշնամուն, եկեղեցական իրավունք չունի խոսել։ Սրբազանի արտահայտության մասին Գևորգ Սրբազանն ասում եք այսպես է ասել, ես ասում եմ, որ ճիշտ է ասել։ Ես էլ հիշեցնում եմ ձեզ 90-ականների քաղաքականությունը։ Ինչ կապ ունի Գևորգ Սրբազանի ասացի։ Լավ, դուք հարցության մեջ եք, այդ ինչի այսօր չի կարելի, ժամանակին կարելի էր։ Ունեցել եք Փաշինյանի հետ առանձնազրույց ունենալ այս թեմաների շուրջ պատարագից հետո։ Կամ առաջ։ Երբեք այդ առիթը չեմ ունեցել դժբախտաբար։ Նույնիսկ պատարագի ժամանակ վարչապետը եւ իր ամբողջ խումբը շտապում էին, կարծում եմ այստեղի ընտրությունների հետ կապված, եւ ստեսություն ասելուց բացի երկրորդ բառ փոխանցելու առիթ չի եղել։ Ափսոսում եք։ Չեմ ափսոսում, ասում եք, պատասխանում եմ։ Շատ համեսնես։ Եպիսկոպոսած դասի մեջ ամենահարուստ եպիսկոպոսն եք, նույնիսկ ասում են, որ դուք հեկ ունեք։ Արդյոք այդպես է թե ոչ։ Ձեր ունեցվածքը որտեղից եք դիզել։ Արդյոք եպիսկոպոսը կարող է այդքան ունեցվածք դիզել եւ այդ հարցերը նաեւ հնչում են իշխանությունների կողմից։ Կարելի է ամփոփել, դուք աղքատության ուխտը խախտել եք։ Եվ այդ ռեստորանը ձեզ հետ կապ ունի Նորավանքի մոտի ռեստորանը։ Եվ այդքան գումար որտեղից եք դիզել, այդքան հարստություն։ Եվ բավականին շքեղ մեքենա եք վարում։ Դուք իմ հարցին պատասխան գնացեք Սրբազան։ Այդ հարցի պատասխանը լրատվամիջոցներով բազմաթիվ անգամ հնչեցվել է։ Մենք այս սերնդի լրատվամիջոցներն ենք։ Ասում եմ հիմա քեզ։ Այդ հարցի պատասխանը բազմաթիվ անգամ թերթերով լրատվամիջոցներով հնչեցվել է։ Այդ հեկի հետ կապված դա եղել է ծրագրային, նպատակային եւ արվել է եւ եկամուտները ֆիքսված օգտագործվել են, ինչի համար որ նախատեսվել է։ Այդտեղ իմ դերակատարությունը դա սեփականություն չէ։ Բուհը սեփական էր։ Ոչ։ Դա հիմնադրամ է։ Իսկ ռեստորանը։ Լսեք երեխեք։ Հարցնում ենք, որտեղ հասարակությունը ձեզ հարցնելու է։ Դե համբերեք պատասխանեմ հասարակություն։ Այս կողմը հասարակություն է եւս։ Ես ավելի առողջ հասարակություն։ Սրբազան խնդրում ձեր հարստության մասին ասեք, հա։ Հիմա խնդիր չի, որևէ գաղտնիք պայելու արդ չունեմ։ Հեկի մասին ասացի կարծեմ։
բավարար էր։ Ձերն է թե ոչ, հստակ Ասացի, դա սեփականություն երբեք չի եղել եւ չէ։ Ձեր ազգականների սեփականությունը հանդիսացել, առողջ անձի սեփականությունը հանդիսացել է։ Լսեք պատասխանը։ Դա ինձ հետ որևէ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրեր, ինչ որ ես կարող եմ մեր մարզում օգտակար լինել, օգտակար լինում եմ։ Իսկ հիմա մի րոպե։ Մանայեք, երբեմն մենք հայտնվում ենք այսպես անորոշությունների մեջ, այն ժամանակ, երբ որ Հայաստանում հոսանք չկար, էլեկտրականություն չկար, եւ կառավարությունը, եւ բոլորը ժողովուրդը ցանկանում էին, որպեսզի կառուցվեն այդպիսի կառույցներ, որպեսզի կարողանան գոնե 2 ժամ հոսանքը դարձնել 3 ժամ։ Բայց կարող է եպիսկոպոսը զբաղվել այդպիսի հարցերով աշխարհում։ Եպիսկոպոսը չի զբաղվում։ Եպիսկոպոսը որպես թեմի առաջնորդ կազմակերպում է ժողով, քննարկում, դոնորների, դրսի կազմակերպությունների է հրավիրում, ծանոթացնում է ներսի աշխատողների հետ։ Փորձում է իր գոնե թեմի հարցերին լուծումներ գտնել։ Իսկ փայ ունենում եք։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ հեկից ինչ հասույթ որ ստացել եք, դա դրել եք թեմի։ Դա մեկ առ մեկ դրա համար եմ ասում, դա նախորդ։ Բայց դուք եք տնօրինը, աստորը ստացված գումարը, ասում եք ես եմ թեմը պահել այդ գումարներով։ Ես իր պասի ես եմ թեմ պահել այդ գումարներով։ Դուք ասում եք ներդրում եմ արել թեմի։ Երեք ով լսեց ես այդպեսի բան ասեցի։ Նա ձեր զայնագրությունը բացեք նայեք։ Ասում եք ներդրում եմ արել թեմի։ Ոչ, չեք հասկանում պատասխանը կներեք։ Դուք հստակ չեք ասում։ Հստակ եմ ասում։ Ունեցվածք հարստություն թե ոչ։ Դուք հարուստ եք թե ոչ։ Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ։ Իսկ նյութապես, օրինակ դուք Jaguar եք վարում, կներեք։ Ձեր ավտոմեքենա Jaguar է։ Դա ըստ էության այսօրվա վիճակով ժամանակավոր վարում եմ եւ իմը չէ։ Իսկ ճիշտ է որ գնացել եք սալոն եւ ուզեցել եք Jeep Grand-Cherokee առնեք, բայց հետո մի քիչ շատ ճոխատվածել, մի քիչ ավելի էժան Jeep եք առել։ Այո, չէի կարող առնել։ Առա 5 տարի հնության չի։ Դուք կողմ եք, որ Բագրատ Սրբազանը, մի րոպե, Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, դուք կողմ եք, թե ոչ։ Բագրատ Սրբազանը ձևավորեց շարժում, Կիրանցից սկսեց Երևանում այս պահի դրությամբ այդ շարժումը չկա, որտեղ ձեր ընկերները, ձեր ծառայակիցները կալանավայրում են։ Ինչ գնահատական եւ ինչ մոտեցում ունեք այս մասով։ Ես այդ հարցին ծանոթ եմ այնքանով, որքանով որ ներկայացվել է։ Ում կողմից ներկայացվել։ Հայլուրով։ Ժողովին ես այստեղ գալիս եմ, երբ որ ինչ ժողովի են կանչում, այլապես ես այստեղ անելիք չունեմ։ Նրանց տեղն է բանտը թե ոչ, ձեր ծառայակիցների տեղն է բանտը թե ոչ։ Պատասխանում եմ ձեր հարցին, գոնե ձեր հարցի պատասխանը լսեք։ Ես այստեղ գալիս եմ, երբ որ ինձ կանչում են ժողովի, այլապես իմ թեմում Վայոց ձորում չափից դուրս շատ են գործեր։ Հասկանալի է, դուք սահմանամերձ եք։ Համբերեք։ Ուղիղ ասեք, էլի, խնդրում եմ, ուղիղ, մի այսպես։ Ես կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացնում այստեղի ժողովին։ Ես չեմ մասնակցել, այդ հարցով իրեն հետ ուղիղ չեմ խոսել։ Եվ իմ ամբողջ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախված է այս ժողովներում ասված նյութի հետ։ Դուք ձեր դիրքորոշումը չունեք։ Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է։ Եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի, ոչ նախկինում, ոչ այսօր։ Իսկ սա պետականության հարց է թե ոչ։ Օրինակ քաղաքականությունը կործանեց Արցախը թե ոչ։ Մի րոպե, դուք այսօր Արցախի թեմի առաջնորդի հետ Երևանում ամենօրյա շփման մեջ եք հնա։ Ես տեսականորեն եմ ասում։ Դուք լավ, դուք ունեք Արցախի թեմ, ֆիկտիվ, ինչպես որ Ադրբեջանի թեմ ունենք, հասկանում եք, չկա այդ թեմը, չկա Արցախը։ Դուք սրա վերաբերյալ հերիք կարծիք չեք հայտնել։ Հիմա էլ այդ Արցախի համար պայքար մղողներին ասում եք նրանք քաղաքականության մեջ են։ Կներեք, մենք էլ լրագրող ենք, բայց լրագրող լինելուց զատ նաև ունենք սեփական տեսակետ։ Դուք ունեք ձեր սեփական տեսակետը, այդ մարդիկ խոսքի համար պիտի լինեին բանտում, եւ դուք աջակցել եք թեկուզ մի անգամ Բագրատ Սրբազանին, ով այդ շարժումը ձևավորել էր իր ձևակերպմամբ ազգակործան իշխանության դեմ։ Բագրատ Սրբազանը իմ աջակցության կարիքի չի ունեցել։ Ինչ գիտեք։ Որովհետեւ եթե ունենար կդիմեր։ Իսկ դուք երբևէ զանգել եք։ Եթե ունենար կդիմեր։ Դուք զանգել եք նրան այդ շարժման ընթացքում։ Չեմ եղել եւ այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգեվորական, այդ թվում Բագրատ Սրբազանը մտնի քաղաքականության մեջ։ Եթե ջերմուկում նստածը թշնամին, Սյունիքի սարերի նստածը եւ Փաշինյանը մի անգամ
падգամավորներից մեկինի պատասխան ասել է ես եմ ասել չկրակեն, այսինքն պետք չի սադրել խաղաղության նորակարգին։ Հիմա չկրակելով նրանք արդեն 3 տարի ձեր քթի տակ են։ Սա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ։ Դուք ունեք սրա վերաբերյալ տեսակետ, թե ոչ դուք քաղաքացի եք, դուք ունեք քաղաքացիական պատասխանատվություն նաև։ Հարցը հոգևորականին տրվելիք հարց չէ, եթե կա այդպիսի խնդիր, նախ ստացեք քաղաքական մարմինների պատասխանները։ Մեզ ձեր պատասխանն է հետաքրքիր։ Ես չէ որ պիտի որոշեմ նման հարցերը եւ կարծիք հայտնեմ։ Մի խոսքով Փաշինյանը ինչ անում է, դուք օքեյ եք։ Փաշինյանի մասին չէ խոսքը։ Խոսքը հոգևորականի մասին է։ Լավ, Աջապահյանի նստելը, Աջապահյանի կալանավայրում լինելը 1 տարի առաջ խոսքի համար, 1 տարի առաջ հնչած խոսքի համար, ձեզ համար հանդուրժելի է։ Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են։ Դուք ձեր տեսակետը ունեք, թե չէ։ Ինչ եք անընդհատ ցանում այդ խոսքը։ Ես ձեզ ասում եմ, դուք համաձայն եք, որ ձեր ծառայակիցը նստած լինի բանտում խոսքի համար։ Մի քանի անգամ ասեցի, դուք ինձնից այս պահին ժողովից առաջ պատասխան մի սպասեք։ Բայց այս արդեն կատարված փաստ է եւ ակտը կա, մարդը նստած է։ Խմբագրելը պատարակը Քաղաքականություն չէ։ Ալեն Սիմոնյանի հետ խմբագրելը վարչապետի հրահանգով։ Շուտով կվերջանա։ Ալեն Սիմոնյանի հետ մտերմության մասին տեղեկություններ կա։ Մտերիմ եք Ալեն Սիմոնյանի հետ։ Մենք օրինակ ձեզ հետ մտերիմ ենք։ Չէ, ես ձեզ հարց եմ եկել կոնկրետ իր արածի մասին։ Ես ձեզ Շատ ճիշտ հարց է հնչեցրել։ Եթե խմբագրելը քաղաքական չէ, ո՞նց եք ասում, որ կարծիք հայտնելը քաղաքական է։ Որովհետև դուք լավ եք հասկանում, որ դուք խուսափում եք կոնկրետ խոսքից, որտեղ ձեր ծառայությունները արդեն բանտում են ուղի խոսքի համար։ Դուք այդ համարձակությունը չունեք փաստորեն։ Դուք առաջնորդում եք հոտ, բայց դուք դրա համարձակությունը չունեք փաստացի, որտեղ դուք գիտեք խոսքի համար արդեն բանտում նստած հոգևորականներ կան։ Պատարակը խմբագրելը նույնպես կանոնական խախտում չէ արդյոք, ինչպես օրինակ Դե լավ, այդ նույն հարցին արդեն 10 անգամ պատասխանեցի։ Ժողովին այդ հարցը քննարկվելու է։ Սպասեք ժողովը վերջանա։ Բայց ամոթ չի չէ ձեր տեսակետը իմանանք, ինչու մենք հայտարարությամբ իմանանք ձեր տեսակետը։ Սրբազան հայտ, ինչու մենք պետք է գրավոր իմանանք ձեր տեսակետը։ Առերեսվեք ձեր հոտի հետ։ Բագրատ Սրբազանը եւ Աջապահյանը ի տարբերություն ձեզ ամեն օր հոտի հետ շփվել են։ Մենք երբ որ որևէ մեկը մտել, ես անձամբ եմ նրանց 100 անգամ գյուղերում տեսել եւ նրանց ջանած ինչ է նշանակում, ինչ գիտեք։ Ի տարբերություն ինձ։ Որովհետեւ դուք հիմա խուսափում եք անգամ էկրանի միջոցով է ասում, դուք վստահ եք ես որտեղից եմ, ոչ։ Ամեն դեպքում դուք խուսափում եք առերեսվել մարդկանց։ Ինչու եք զրպարտում։ եք բաժանում դուք իշխանականների պես։ Բայց ասում եմ դու իմ հոտը ես։ Այսինքն ես հավատացյալ չեմ, Նիկոլն է իր հոտը։ Ուզում եք այդպես ասել։ Որ եկեղեցուց դուք Ինչքան եք վախենում, ինչքան եք վախենում, ոչ, դուք վախենում եք ձեր խոսքից, որտեղ դուք գիտեք ձեզ կպատժեն ինչպես մյուսներին։ Ես գիտեմ, որ դուք Դուք զգում եք, դուք Աստծուց չեք վախում, բայց դուք վախում եք իշխանությունից, դուք վախում եք որևէ տեքստ ուղիղ ասել։ Սրբազան հայ, սա իմ ընկալումն է, որտեղ դուք հասկանում եք մենք սխալ է։ Կներեք, մենք այս բոլորով ձեզ բազմաթիվ հարցեր ենք ուղղել, դուք ընդամենը վակրուկ դաուկալը խոսեցիք, դուք չտվեցիք որևէ պատասխան։ Ամեն դեպքում մենք ունենք փաստ, որ դուք ներկայ գտնվել Նիկոլ Փաշինյանի ներկայության պատարակին, որը մարդիկ բեմադրված պատարակ են անվանում եւ դուք դրա վերաբերյալ չունեք կարծիք։ Այդքանը որոշեցիք։ Դե ասեք։ Խմբագրելու մասին ձեզ հարց կա։ Դա եղել է նախկինում նման բան։ Արդեն սկսվել է։ Դուք դեմ կլինեք, եթե Փաշինյանը առաջարկի, որ իր անունը հնչի վեհափառ փոխարեն։ Չէ, նման բան չի առաջարկի եւ չի կարող։ Շատ եք վստահ։ Այսինքն կարելի էր առաջարկել կամ կներեք, բայց այդ դեպքում ում պահանջով եք դուք զեղչել վեհափառ հոր անունը։ Երկու տարբեր հարցեր են։ Փաշինյանի անունը ինչ կապ ունի վեհափառի անունը։ Նույն բանն է, թելադրողը նույն մարդն է, ինչ կապ ունի։ Մոտիվացիան էլ է նույնը։ Բարև ձեզ։ Տեսակ ինչպես թիկունքով պաշտպանես մյուս